Մայրաթորի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին, փոխանցելով Սուրբ Էջմիածնի օրհնությունը։ Վեհափար հայրապետը տոկունություն է մաղթել գործարարին եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի իր ազգօգուտ գործունեությունը հանուն հայրենիքի պայծառության։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին հայ եկեղեցուն հրապարակավ աջակցություն հայտնելուց եւ իշխանություններին քննադատելուց հետո։ Թեև նախորդ տարվա դեկտեմբերին կալանքը փոխարինվել էր տնային կալանքով ու գրավով, սակայն քաղաքական գործիչը դեռևս շարունակում է մնալ սահմանափակումների ներքո։ Ազգային ժողովում ներկայացվել են զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնք էականորեն յուրացնում են Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Ըստ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, 27 տարին լրացած արցախցիներն այլևս խնդիր չեն ունենա քաղաքացիություն ստանալիս, եթե տեղահանման հետևանքով կորցրել են զինվորական ծառայությունը վկայող փաստաթղթերը։ Նոր կարգավորմամբ նրանց վրա չեն տարածվի 2024 թվականին ընդունված այն կանոնները, որոնք պարտադրում էին ծառայություն կամ վճարում քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։